քիչ առաջ տեղի ունեցավ իմ եւ Կիպրոսի գործընկերոջ միջև հանդիպումը, մենք քննարկեցինք բազմաթիվ երկկողմ հարաբերություններ, մեր կողմից նաեւ առաջարկ եղավ բարձրացնել մեր համագործակցության աստիճանը մինչև ռազմավարական գործընկերության համագործակցության եւ Տիկին Դիմիտրոն իր կողմից դրական արձագանքեց այս առաջարկին, ինչպես նաեւ մենք քննարկեցինք մեր համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում, պետք է ձեզ տեղեկացնեմ, որ ինձ համար այսօր շատ կարեւոր ու շատ հաճելի օր է, որտեղ իմ գործընկերը Հայաստանի Հանրապետության ամենավառ, ամենաարտահայտված ընկերներից է միջազգային հարթակներում։ Այն գործունեությունը, որը իրականացնում է Տիկին Դիմիտրոն միջազգային հարթակներում, ես չեմ կարող թաքցնել, պետք է ասեմ, որ մենք այն հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, այսինքն մենք երկու անգամ ավել ենք ներկայացված եւ ինչի համար եւ ես Տիկին Դիմիտրոյին եւ մեր բարեկամ Կիպրոսին շատ շնորհակալ եմ եւ պետք է ասեմ, որ Հայաստանը նույնպես մշտապես Կիպրոսի կողքին է եւ Կիպրոսի ժողովրդի կողքին է եւ Տիկին Դիմիտրոյին ես տեղեկացրեցի նաեւ մեր այն իրավիճակի մասին, որը որ այսօր կա կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ եւ վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը իր ներդրումը կունենա, ինչպես անցյալում ունեցել եւ ինչպես մշտապես աջակցել է այդ խնդրին։ Հայաստանը նույնպես իր կողմից մշտապես աջակցել է եւ աջակցելու է Կիպրոսի խնդրին եւ ես դրա մասին նույնպես քննարկում ունեցա Տիկին Դիմիտրոյի հետ, ինչպես նաեւ տեղեկացրեցի մեր ռազմագերիների անհայտ կորածների հետ կապված խնդրին եւ պետք է ասեմ, որ երկկողմ կա լիակատար ընկալում մեր շահերի լիակատար համընկնում, որի համար եւս մեկ անգամ շնորհակալ եմ իմ հարգելի գործընկերոջը եւ եւս մեկ անգամ ողջունում եմ եւ բարի գալուստ եմ ասում Հայաստան։ It's okay, it's on. Անչափ շնորհակալություն ձեզ իմ ընկերալեն խորհրդանի նախագահային Հայաստանի Հանրապետության մենք չափազանց գերազանց հարաբերություններ ունենք եւ համագործակցություն Ալենի հետ եւ միասին պայքարել ենք ընդհանուր շահերի շուրջ, ինչպես նաեւ նախագահների խորհրդի, ինչպես նաեւ տարբեր միջազգային կառույցներում պաշտպանելով մեր երկու երկրների իրավունքները, Կիպրոսը, Հունաստանը եւ Հայաստանը, ինչպես դուք ճիշտ արձանագրեցիք, շատ ճիշտ երակոմ ձևաչափով համագործակցությունը պետք է խթանել, բայց Կիպրոսը եւ Հայաստանը կիսում են նույն սկզբունքները, նույն արժեքները եւ պայքարում են տարիներ շարունակ նույն իրավունքի համար, նույն արդարության համար եւ որպես խորհրդանի նախագահներ մենք պետք է պահանջենք այն ինչ որ հստակ եւ ակնհայտ է։ Ես ուրախ եմ, չափազանց ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում, այստեղ հրաշալի գեղեցիկ Հայաստանում եւ չափազանց զգացված եմ եւ տպավորված եմ հյուրընկալությունից եւ ջերմությունից, որ մենք այստեղ տեսնում ենք գերազանց հրաշալի մարդկանց գործընկերների շրջապատում։ Պարոն Վարդգես Մաղթեսյանը, կրոնական խմբի ներկայացուցիչը խորհրդանի բարետում, ինչպես նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ բարեկամական խմբի Կիպրոս Հայաստան պարոն Խարիս Գեորգիավիսը երկուսով իրանք ջանք ու երանջ չեն խնայում ամրապնդելու ել ավելի խորացնելու հարաբերությունը եւ իմ ընկեր Ալեն չափազանց այս այցի շրջանակներում չափազանց հուզիչ էր մեր երեկվա այցը Արագածոտնի մարզ պարոն Մաղթեսյանի աջակցությամբ, որտեղ մենք արձանագրեցինք բռնի տեղանված մարդկանց Արցախից եւ փորձում են այնտեղ վերականգնել իրանց կյանքը եւ մենք փորձում ենք մեր կողմից աջակցել օգնել վերականգնել իրանց կյանքը։ Այսօրվա մեր հանդիպումը եւս մեկ անգամ ապացույց է այն մեր երկու երկրի միջև գերազանց հարաբերությունը եւ այլ կերպ չէր կարող լինել, քանզի որ Հայաստանը մեր սրտում է։ Եվ մենք երբեք չենք մոռանում եւ անչափ շնորհակալ ենք ձեր ջերմ խոսքերի համար։ Ինչպես եւ արձանագրեցի իմ ընկեր Ալեն
մենք պետք է չմոռանանք ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ Եվրոպան եւ միջազգային գործոնը պետք է երկակի ստանդարտներով չմուտիկանա, պետք է ունենա նույն արձագանքը նաեւ Հայաստանի պարագայում, ինչպես եւ այլ գործոնների ժամանակ մենք ընկեր Ալենի հետ նախագահի հետ քննարկեցինք տարբեր հարցեր, որոնք շուրջ մենք ունենք մեր մտահոգությունները հակամարտությունների շուրջ մի օրակարգ, որը դժբախտաբար մենք չէինք ուզում, որ լիներ այդ օրակարգը։ Մենք արձանագրեցինք խորհրդանի նախագահ իր աջակցությունը հայտնեց Կիպրոսի հիմնախնդրի հարցի կարգավորմանը համապատասխան բանաձևերի շրջանակներում